Ես անձամբ չեմ համարում որպես կաթողիկոսի դեմ մարշավ կամ որևէ սրբազանի դեմ մարշավ, այլ համարում եմ սա քրիստոնեության դեմ մարշավ, Աստծո տաճարի դեմ մարշավ եւ հաշվի առնելով նաեւ Փաշինյանի ճակերտավոր եկեղեցու հետևորդ լինելը, ապա ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ տեղավորվում է կրոնի դեմ մարշավը։ Ճակերտավոր կներեք, հետևորդ չի ձեր կարծիքով։ Ես ավելի քան վստահ եմ, որովհետև հետևորդ լինելը չի կարող թաթախվել այնպիսի մեղքերի մեջ, ինչի մեջ որ ինքն է թաթախվել։ Կտակարանից որոշակի մեջբերումները, ընդ որում շատ դեպքերում, նաև ես միշտ հայտարարել եմ, որ Փաշինյանն առաջնորդվում է բովանդակության նկատմամբ ձևի գերակայության սկզբունքով, այսինքն նա միշտ ձևական կողմը պահպանում է, բայց բովանդակությունը դատարկություն է, ընդ որում տորիչելյան դատարկություն է նրա մոտ։ Հետևաբար դուրս գտնվելով եկեղեցուց եւ այսպիսի արշավը նորից եմ կրկնում, սա ուղղված է կրոնին, Աստծո տաճարին եւ Աստծուն եւ ոչ թե վեհապարին կամ որևէ այլ սրբազանի։ Ինչպես ինքն է փորձում ներկայացնել, հա, ասում եմ։ Ընդ որում նաեւ հենց իր արարքներն են գալիս այստեղ հիմնավորելու, կոչ անել եկեղեցու հետևորդներին, որպիսի գնան վեհարանի, այդպես վեհապարից ազատեն եւ այլն։ Եթե մենք հիշենք դարափորձի ինչ է տեղի ունեցել դատարանների շրջափակում, ազգային ժողովի տարբեր պետական կառույցների շրջափակումները, ապա ենթադրում եմ, որ հերթական կոչը կհնչեցնի, ոչ ադեկվատ կոչը կհնչեցնի ժողովրդին եկեղեցու դեմ հարձակվելու, ինչը հղի արգելափակելու, հա, եկեղեցու արգելափակելու, ներխուժելու այդ թվում, իդեպ դրա փորձը նույնպես եղել է, կհիշենք տարիներ առաջ, ինչը հղի է բավականին վտանգավոր հետևանքներով ընդհանուր մինչև քաղաքացիական պատերազմի կարող է հանգեցնել, որովհետև ես ինքս եկեղեցու հետևորդ լինելով, ես թույլ չեմ տա եկեղեցու վրա, Աստծո տաճարի վրա որևէ հարձակում, եւ բնականաբար մենք էլ պետք է կանգնենք բարիկադի հաջորդ կողմին եւ պաշտպանենք եկեղեցին։